Համեցեք պարոն Հակոբյան։ Շնորհակալություն մեծագո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նշեմ, որ այս նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին օրենքի մակարդակով եւ նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը, որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչահարության շարունակական բարելավում։ Գործող կարգավորումներին համապատասխան այս օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է 12 ամիս ժամկետով եւ սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք վերաբերում են հարկային եւ մաքսային վարչահարության ավելի բարենպաստ մոտեցումների կիրառմանը, այդ թվում դիմում բողոքների ավելի սերտ ժամկետներում քննմանը, օրենսդրական փոփոխությունների անհատական իրազեկմանը եւ վարկեր ստանալիս ռիսկայնության էական նվազմանը, վերջինս էլ իր հերթին հանգեցնում է վարկավորման առավել լավ պայմանների, այդ թվում ցածր տոկոսադրույքների։ Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկում ենք հետևյալ փոփոխությունները։ Նախ առաջարկում ենք օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ, իհարկե դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում երամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը եւ առանց 12 ամիսը մեկ անգամ նոր դիմում ներկայացնելու։ Մյուսը մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0.8 գործակից, ինչը նշանակում է 20%-ով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումների հաճախականությունը նմանեն հավաստագիր ունեցողների մոտ։ Երրորդը այդ հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկ վճարողների սպասարկման գործառույթի անհատական իրականացման հնարավորության ներդրում, նշանակելով սպասարկման համապատասխան մասնագետ այդ օրինապահ հարկ վճարողի համար։ Զուգահեռաբար կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառում, որով վերանայելու ենք օրինապահության չափանիշները եւ օրենքը ընդունելուց հետո կներկայացնենք կառավարության քննարկմանը։ Նաեւ նախատեսում ենք ՊԵԿ նախագահի հրամանով մեղմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողների համար ավելացված արժեքի հարկի վերադարձի ռիսկայնության չափանիշները։ Սրանք հիմնական փոփոխություններն են, պարոն վարչապետ, վերջում ամփոփելով ուզում եմ նշել, որ այս նախագծի քննարկումը այսօր խորհրդանշական է, որտեղ 21 թվականին այս փաթեթով հարկ վճարողի օրն է սահմանվել, ապրիլի 19-ը, որը վաղն է, եւ ուզում եմ առիթը օգտագործել ու շնորհավորել բոլոր հարկ վճարողներին գալիք տոնի կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել իրենց հարկերը շատ պատշաճ եւ կարգապահ ձևով վճարելու եւ միասին բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան, իհարկե ես չեմ հոգնի անընդհատ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնել, բայց ըստ էության շատ խորհրդանշական է, որ տվյալ դեպքում հարկ վճարողի օրը նաև քաղաքացու օրվան նախորդում է մի շաբաթով եւ այստեղ այո կա կոնկրետ իմաստ, որովհետեւ ըստ էության Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող, այսինքն այսպիսի քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ անկախ նրանից նրանք ինչ գործունեություն են ծավալում, չկա այդպիսի քաղաքացի, որ գնում չի իրականացնում։ Եվ եթե քաղաքացին, ասենք օրինակ, խանութից ձեռք է բերում այս բաժակը, եթե այս բաժակը 100 դրամ արժի, այդ 100 դրամ գնի մեջ 20%-ը ավելացված արժեքի հարկն է։ Եվ երբ որ քաղաքացին 100 դրամ վճարում է ավելացված արժեքի համար, ինքը այսպես թե այնպես, որ ուզենա էլ չի կարող այդ հարկը չվճարի։ Ես նկատի ունեմ ձեռք բերող քաղաքացին։ Իսկ ահա վաճառող քաղաքացին կարող է որոշակի դեպքերում, եթե քաղաքացին ուշադիր չլինի եւ ՀԴՄ կտրոն չվերցնի, վաճառող քաղաքացին կարող է ստանալ որոշակի հնարավորություն հարկ վճարելուց
խուսափելու։ Եվ սա շատ կարևոր է գնի մեջ ապրանքներին ու ինչ ասենք 90 եւ ավելի տոկոսը, եթե ոչ 95 եւ ավելի տոկոսը արդեն ներառում են ավելացված արժեքի հարկը եւ մենք երբ որ ձեռք ենք բերում դա գնի մեջ ներառված է հարկը։ Հարցը այն չի քաղաքացին այդ հարկը վճարի թե չվճարի, որովհետեւ ելի եմ ասում քաղաքացին հարկը այսպես թե այնպես պետքա վճարում է, դա անխուսափել է։ Խնդիրն այն այդ հարկը կհասնի այն հասցեով, որ հասցեի համար նախատեսված է, իսկ հասցեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետությունում արկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է։ Էլի ուզում եմ ընդգծել, եթե կա որևէ խնդրեմ հանրապետությունում, եթե այդ խնդրեմը արտացոլված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մեջ, ուրեմն այդ խնդրեմը լուծման ճանապարհին է։ Եթե արտացոլված չէ, ուրեմն այդ խնդրեմը չի լուծվելու։ Սա ընդ որում ուղղակի կամ անուղղակի, դեպքերի մի հիմնական մասում ուղղակի, մի որոշակի մասում էլ անուղղակի, եւ ելի ուզում եմ ընդգծել, որ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է, եւ ելի ուզում եմ ընդգծել իմ համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունը ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ նաեւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար։ Եվ հետեւաբար հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն, որտեղ այսօր մենք ինչի ենք առողջության ապահովագրության համակարգ ներդնել, որտեղ Հայաստանի Հանրապետության տասնյակ, հարյուր, հազարավոր եւ միլիոնավոր քաղաքացիներ աշխատում են, մի մասը իրենց աշխատում է եւ իմիջիալոց ոչ միայն քաղաքացիներ, որովհետեւ կան օտար երկրի քաղաքացիներ, ովքեր Հայաստանում գործունեություն են ծավալում եւ հարկեր են վճարում եւ ես ուզում եմ նույնքան շնորհակալություն հայտնեմ նաեւ այդ մարդկանց, ովքեր լինելով օտար երկրի քաղաքացի Հայաստանում գործունեություն են ծավալում, արդյունք ստեղծում եւ օրենքով սահմանված հարկերը վճարում։ Եվ հետեւաբար մարդիկ աշխատում են, հարկեր են վճարում, այդ թվում հսկիչ դրամարկային կտրոն են բաց թողում կամ պահանջում, այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե եւ պետական բյուջեից արդեն բաշխվում են տվյալ դեպքում առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, հետվճար, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստ, մինչև 2 տարեկան երեխաների աջակցության նպաստ, ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, զինվորականների աշխատավարձի բարձրացում, ամրացված շրջանների կառուցում, գիտության ֆինանսավորում, գիտնականների աշխատավարձի բարձրացում եւ այլն եւ այդպես ճանապարհների կառուցում, ցանկացած բան, որը մենք տեսնում ենք, դա առնչվում է պետական եւ համայնքային բյուջեների հետ։ Եվ հետեւաբար ելի այդ օրինակը բերել եմ նախկինում, ինչը նաեւ տենց շատ բանի հումորների առիթ է դարձել, ինչի համար ես ուրախ եմ։ Մեզնից ոչ մեկը չի կարող ինքը իր համար ճանապարհ կառուցել, չի կարող։ Եվ այսինքն մեզնից ոչ մեկը չի կարող իր երեխայի համար դպրոց կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար բժշկական կենտրոն կառուցել, ամբուլատորիա կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար, այսինքն ջրագից էլի ինչ որ հատված անհատները տանում են, բայց ընդհանուր ջրային համակարգ կառուցել եւ այլն, անվտանգություն ապահովել եւ այլն եւ այսպես շարունակ։ Հետեւաբար բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Պետության մոդելը ճշգրիտ ընտանիքի մոդելն է, որ մարդիկ աշխատում են եւ դնում են այդ փողը ընտանեկան բյուջե եւ հարցերը լուծում են, այդ հատվածում անհատական մաս էլ կա։ Բայց
հիմնական մեթոդաբանությունը աշխատելը աշխատանքի արդյունքը մեկտեղելը եւ դրանով բարեկեցության ավելի բարձր աստիճանի հասնելը։ Ես էլ գոհունակությամբ ընդգծում եմ եւ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող բոլոր քաղաքացիներին եւ ոչ քաղաքացիներին եւ հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ ձեզ, կառավարության անդամներին, գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների մեր գործընկերներին, որովհետեւ ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները եւ հարկային եկամուտները 130%-ով աճ են արձանագրել, էլի ասում եմ, եթե այդտեղից գրանցենք, հանենք, որպեսզի ճշգրիտ լինեն, այս տարիների ընթացքում մոտավորապես 29% գնաճի ցուցանիշը, ուրեմն բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, իրական տվյալներով ավելի քան կրկնապատկվել է, եւ սա պետական համակարգի, քաղաքացիների, տնտեսվարողների համատեղ ջանքի արդյունքն է, եւ այդ ջանքի արդյունքներով են էլի եմ ասում ուսուցիչների աշխատավարձերը կամավոր, դպրոցներ կառուցվում, մանկապարտեզներ կառուցվում, ճանապարհներ կառուցվում, առողջության ապահովագրություն իրականացվում, կենսաթոշակների բարձրացում իրականացվում եւ այլն եւ այդպես շարունակ կներեք, եթե որևէ ուղղությամբ որևէ ծրագիր չեմ դեսպանատներ ձեռք բերվում, բարեկային ոստիկանություն ներդրվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար սա ամենակարևոր process-ն է եւ մեր գործունեության խնդիրներից մեկը հենց սա է։ Ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն, արդյունք գեներացնեն, հարկեր վճարեն, հետո դրա արդյունքում, դրա ծախսման արդյունքում գործունեության ավելի լավ պայմաններ ապահովեն։ Բայց պարոն Հակոբյան, հիմա մենք փաստորեն ինստիտուտը զարգացնում ենք օրինական հարկ վճարողի եւ ես հիմա չեմ ուզում խոսել եմ մասին, թե սպայի դրությամբ իրենք ինչ հնարավորություններից են օգտվում, որովհետեւ մենք այս փոփոխությունից հետո կթարմացնենք եւ իրեն ավելի արդիական կդարձնենք։ Բայց ես ձեզ ուզում եմ կիսվել մի գաղափարով, որ ինձ անկեղծ ասած մի քիչ այլ կերպ հնչեց, բայց հետո ինձ հանգեցրեց այդ մտքի։ Նախորդ օրը ես Հայաստանի խոշոր գործատուների հետ էի հանդիպում եւ մենք էլի անդրադարձ եղավ պետական գնումների համակարգին եւ մենք էլ այդ հարցը քննարկել ենք, որ միշտ չի, որ նվազագույն գնի համակարգը ինքը բերում է ճիշտ արդյունքի, որովհետև մենք շատ դեպքեր, իհարկե պետք է խոստովանել, որ եղել են դեպքեր, որ նվազագույն գնի համակարգը բերել է մեր ակնկալած արդյունքի, բայց նաև շատ հաճախ լինում են դեպքեր, որ նվազագույն գնի համակարգը, այսինքն մենք մրցույթ ենք հայտարարում եւ ըստ էության հաղթող ենք ճանաչում նրան, ով որ նվազագույն գինը հայտարարել եւ կար առաջարկ եւ գաղափար, որ նվազագույն գինը այո, բայց գուցե լրացուցիչ գործոններ էլ լինեն, որոնք գնի, այսինքն գինը լինի տեսակարար քշիրների բան ունենանք, համակարգը լավարկենք, որ գինը լինի մի տեսակարար քշիր։ Հիմա օրինակ, եթե մարդը ունի օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ, կարող է արդյոք դա լրացուցիչ միավոր ավելացնել, օրինակ գնման գործընթացում մրցույթային տրամաբանության մեջ, որպեսզի ինչ որ առավելություն ստանա, թեկուզ ոչ վճռական այդ բանի բերումով։ Հաջորդ գործողը մենք առաջիկայում նաև որոշակի ռեյտինգավորում ենք, չէ, իրականացնելու ընկերությունների։ Այսինքն հիմա ակնհայտ է, ես չեմ ասում, որ մենք նվազագույն գնի քաղաքականությունից պետք է հրաժարվենք, դա ճիշտ չի, բայց մենք նվազագույն գնի քաղաքականությունը պետք է լավարկենք, որովհետև որպեսզի համոզվենք, որ դա նվազագույն ռացիոնալ գին է եւ ոչ թե եւ նախագիծը իրականացնելու եւ ոչ թե ընդհակառակը նախագիծը ձախողելու գին է եւ կարծում եմ, որ այս գործոնների շուրջ մենք պետքա մտածենք, իհարկե մտածել ենք, բայց ես ճիշտն ասած լավ վստահ չեմ, որ լավ գիտեմ, թե սպայի դրությամբ ուր ենք հասել, մասնավորապես ընկերությունների վարկանշավորման առումով։ Ես մտածում եմ, որ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունենալը կարող է լինել գործոն, որ մարդուն առավելություն տա օրինակ մրցույթներում, համեցեք, պարոն Խաչատրյան։
Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Մենք բավական առաջ ենք գնացել, արդեն հիմնական չափորոշիչները քննարկել ենք, դրանց մի մասը սահմանել ենք եւ առաջիկայում ցանկի հաստատման ուղղությամբ պետք է աշխատենք, պարոն վարչապետ, բայց ուզում եմ ասել, որ օրինապահությունը այդ չափանիշներից ամենակարևորներից մեկն է։ Այսինքն մենք չենք ասում, որ օրինապահը գնային առավելություն կստանա, բայց իրար հետ կմրցեն միայն նրանք, ովքեր օրինապահ են։ Այսինքն մենք ինչ ենք անում, ասում ենք հարկերը պատշաճ վճարել եւ օրինապահ լինել այն նախապայմաններից մեկն է, որը թույլ կտա այդ կառուցապատողներին, շինարարներին հայտնվել այդ կարճ ցուցակում։ Հետո բոլոր իրար նման օրինապահների միջև մենք կանցկացնենք գնային հարցում։ Եվ ով կտա ամենացածր գինը, նա կիմանա, որ մրցում է իր նման բարեխիղճ հարկ վճարողների հետ եւ արդեն ամենացածր գինը տալով կհայտնվի այդ պայմանագիրը վերցնելու տեղում։ Եվ մեկ ուրիշ կարևոր հանգամանք եմ ուզում պարզաբանել, այդ ընտրությունը այսօր էլ մենք ունենք, այսինքն այսօրվա մեր գնման ընթացակարգերը, պարոն Հովհաննիսյանը իհարկե կլրացնի, եթե ինչ-որ բան ամբողջական չասեմ, մենք ունենք երկու փուլ, ունենք երկփուլ մրցույթի գաղափարը, եւ նաեւ նույնիսկ ունենք, եթե մեկ փուլ է, այնտեղ կարող ենք մենք առանձնացնել եւ տեխնիկական համապատասխանությունը եւ գնային արդեն առավելությունը, այսինքն մենք կարող ենք կշիռներ տալ որակական որոշակի չափորոշիչներ ենք սահմանում, օրինակ մենք վերջերս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջարկով ծրագիր ենք քննարկում, այնտեղ 80% կշիռ ուներ որակական համապատասխանության պահանջը եւ 20% կշիռ ուներ գնային առաջարկը։ Այսինքն մենք այդպիսի գործոններ ենք հաշվի առնում, երբ որ որոշում ենք ընտրողին, ուղղակի գիտեք, ինչն է այստեղ ավելի կարևոր է նաեւ մեր կարողությունների զարգացումը կառավարության տարբեր կառույցների, որովհետեւ երբ որ մենք գնման պահանջ ենք ձևակերպում, այսինքն գնում ենք մրցույթ հայտարարելու, շատ դեպքերում մեր գործը չբարդացնելու համար միայն պարզ մրցույթ ենք հայտարարում, ասում ենք տեսնենք ով ցածր գին կտա, բայց եթե մենք կարողանանք մեր գնման առարկան լավ նկարագրել, այն որակական չափորոշիչները, որ ակնկալում ենք ստանալ, դրանք բերենք առաջին պլան, բացատրենք եւ երաշխավորենք, որ այդ գործոնը մրցույթի մասնակիցների կողմից պարզաբանվի եւ մենք էլ հետո կարողանանք դա հաշվի առնել գնահատել, դա արդեն կդառնային ինչ որ գործարարներն ակնկալում են։ Դե այդ թվում այդ նպատակին հասնելու համար ձեր նշած վերջին պարոն Խաչատրյան ներդրեցինք եւ ներդրում ենք կատարողականի հիման վրա վարձատրության համակարգը, որովհետեւ դա ճանապարհ է, որով ձեր ասած արդյունքին կարող ենք հասնել եւ դա շատ ճիշտ կետերից մեկն է, որ մենք չենք հաշվարկում տենց էլ լավ այդ չանելու արդյունքում մենք ինչ ենք կորցնում, հասկանում եք, ընդ որում մեր իրականության մեջ կա մի հատ մեծագույն խնդրեմ, ենթադրում եմ կարող է ուրիշ տեղերել կա։ Իրականում մեր բոլոր գնանշումների մեջ մեր ամենաթանկ ռեսուրսը չի գնանշվում, այդ ժամանակն է։ Մենք երբեք չենք գնանշում ժամանակը, որը ամենաթանկ ռեսուրսն է։ Մնացած բոլոր ռեսուրսները մենք կարող ենք ինչ-որ ձևով վերականգնել։ Ժամանակը միակ ռեսուրսն է, որ մենք չենք կարող վերականգնել, եւ դա երբեք չի գնանշվում։ Եվ մենք այսօր դեպքեր ունենք, որ այն խորհրդային միության ժամանակ տենց արտահայտություն կար, չէ՞, Դալգաստրոյի, որ մենք 3 տարի առաջ պետքա կառուցած լինեինք, ավարտած լինեինք, արդյունքը, բայց դա կառուցվում, ընդ որում, հա, պարզա մեխանիզմը թվում է կա, պայմանագիրը չեղարկենք։ Պայմանագիրը չեղարկելն էլ է տևում։ Միջև պայմանագիրը չեղարկում ենք, միջև նոր կապալառուայի հայտ գալիս եւ այլն։ Եվ երբեք մենք թիվը կողք չենք գրում։ Սա մեզ արժեցավ այսքան, որովհետեւ դե ժամանակ է այդ բանը, այդ նույն բանի ջրի լինելու մասին խոսակցության մի այլ տարբերակ էլ սա է։ Այնպես որ պետքա գնա, իսկ ռեյտինգավորումը այդ ամեն ինչի արդյունքում հնդացած ձևավորվելու է, չէ՞, մեր տրամաբանությամբ։ Համեցեք բամերս։ Պարոն վարչապետ, չի պատկերացնում, որ ես կմիջամտեմ, բայց որ ասեցիք մի օրինակ էլի ես բերեմ, էլի նվազագույն գին կոչվածը իրականում շատ հարաբերական է, այդ առաջայացքից է թվում սա արժի X դրամ եւ բարձա համեմատել մյուս առաջարկի հետ, որ ավելի էժանա ստացվում նվազագույն գինն է, բայց պետության վրա իրավիճակներ կան, որ իրականում ձեր ասածը նաեւ բանա շատ ավելի այդ թվում եւ ֆինանսական առումով ավելի թանկ է նստում, երբ որ առաջնորդվում ես ուղակի նվազագույն գնով, ես մի բան ոլորտից օրինակ բերեմ, որը բոլորին է վերաբերում, բայց ես շատ եմ ամենօրյա գործունեության մեջ դրա
հետ առնչվում, օրինակ տոմսերի ձեռքբերումը գործող աշխատակիցների, վստահ եմ բոլորդ էլ այդ խնդրի հետ առնչվել եք։ Եթե առաջնորդվում ես նվազագույն գնով, երբեմն աշխատակիցը ստիպված է լինում շատ ավելի շուտ դուրս գա աշխատանքից գնա 3 կամ 2 բան փոխելով ավելի երկար սպասի եւ հետաբար մեծ հարց է պետության վրա ավելի ժանանստում մի քիչ ավելի հարմար եւ արագ բանով, բայց այդ բան ավելի թանկ գնով ձեռք բերել է ծառայությունը, տվյալ դեպքում ավիատոմսը, թե այլ գործոններ հաշվի առնելով այդ պահին ավելի շատ վճարել եւ եթե թույլ կտակ անհայտ առիթից օգտվելով ես ուզում եմ ասել որ իսկապես ծայրահեղ կարեւոր է նորից ու էլի նորից մարդկանց ասել որ վճարվող հարկերից ստանում են մարդիկ այս ծառայությունը, այս դպրոցը, այս ճանապարհը եւ մի միտք ուղղակի առաջացավ իմ մոտ համեմատելով ասենք ռեստորանային բիզնեսներում արկա այդ բան ռեյտինգավորման համակարգ երբեմն երբ որ հաճախում ես ինչ-որ միտեղ այնտեղ հավաստագիր է ասենք Միշլենի բանը աստղը եւ կարծում եմ որ եթե մեծ ձեռնարկությունների մեծ տնտեսվարողների դեպքում գուցե այդքան իմաստ չունի բայց օրինակ խանութների դեպքում երբ որ քաղաքացին մտնում է խանութ եւ այնտեղ մի հատ ցուցանակ լինի որ սա այդ բանը օրինակ բան օրինապա հարկ վճարողական լավագույն հարկ վճարող 2025 ասենք թե դա ավելյալ գրավչություն եւ քարոզչություն կարող լինի։ Շնորհակալ։ Հիմա on-line գործիքներ էլ կան, մարդիկ հաճախորդներ իրան կարող են գնահատել ի վերջո նայ։ ՀԴՄ տվեցին, չտվեցին, այս արին չարի եւ այլն, այսինքն այդ գործիքները կարելի է ներառել եւ ընդհանուր դաշտը էականորեն կփոխվի։ Համեցեք բանակ։ Ի հավելումն այս քննարկման ես կարծում եմ, որ ընդհանրապես օրինապահությունը պետք է ներդրվի աջակցության բոլոր ծրագրերում եւ այս տեսանկյունից պարոն Խաչատրյանի հետ էլ ենք քննարկել էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության հետ էլ հիմա մի մոդել ունենք, որը սկսել է կիրառվել տարբեր աջակցության ծրագրերի ժամանակ, բայց ժամանակի ընթացքում պետք է հասնենք մի կետի, որ այս օրինապահության ինստիտուտը այնքան կատարելագործի, որ պետական աջակցության ծրագրերից եւ գնումներին մասնակցեն եւ աջակցության ծրագրից օգտվեն այն հարկվճարողները, որոնք ունեն այս հավաստագիրը, եւ այս հավաստագիրը ըստ էության հենց այդ ձեր ասած հավաստագիրն է, որը կարող են նաեւ փակցնել իրենց սրահներում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրանք օրինապահ հարկվճարող են։ Եվ վերադառնալով պարոն վարչապետ ձեր այն խոսքին, որ նշեցիք հարկերի էական աճի մասին 17 թվականից այս կողմ, ես ձեր թույլտվությամբ երկու ցուցանիշ էլ կուզենայի ավելացնել այդտեղ։ Ինչ է տեղի ունեցել, եթե մենք նայենք օրինակ հիմնական հարկային դրույքաչափերին դրանք իջել են, միաժամանակ ստվերի 2 անգամից ավել նվազում է տեղի ունեցել այդ ժամանակահատվածում, այսինքն հարկերի աճը այս պայմաններում է տեղի ունեցել եւ եթե նայենք օրինակ թե հասարակությունը ինչքան փող է ծախսում հարկերի վճարելու գործառույթի վրա, խոսքը հատկապես այսպես ենք մենք կոչում ծախսաարդյունավետության գործակից, այսինքն 100 դրամ հարկի վրա, որքան է ծախսվում հարկային վարչարության վրա, եթե այսպես փորձեմ ձևակերպել, եթե 17-18 թվականներին դա 1.8, 1.9 դրամ էր, հիմա հասել ենք 0.9 դրամի։ Դա թվայնացման, վերլուծական գործիքների զարգացման եւ իհարկե վարչարության վերափոխման հետևանք է նաեւ։ Հիմա հարկերը վճարելու հետ կապված ես ուզում եմ երկու իրադրություն ներկայացնեմ։ Մեկը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, COVID-ի շրջանում էր, երբ որ մենք աջակցության ծրագրեր էինք անում, եւ ասում ենք դե ոնց ինչ չափարոշիչներ ունենանք եւ այլն, եթե չեմ սխալվում, մենք ծրագրեր ունենք, երբ որ նախորդող շրջանում վճարած հարկերի չափով մենք վերադարձներ էինք իրականացնում եւ այդ ժամանակ նաեւ շատ մարդիկ կային, ասում էին, որ ոնց մենք իրականում ավելի շատ ենք տուժել կամ եւ այլն, երկրորդն էլ Լոռու եւ Տավուշի մարզի ջրհեղեղների ժամանակ։ Երբ որ խանութներ կամ տնտեսվարողները վնաս էին ստացել, ասում են մենք այսքան ապրանք ա եղել, մեջը տարել է։ Ասում ենք, բա ուր է այդ ապրանքը մեր փաստաթղթերով չի երևում։ Եթե չի երևում այդ ապրանքը փաստաթղթերով, ուրեմն պետության տեսակետից այդ ապրանքը չկա։ Եվ նախորդող սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև իհարկե Աստված չանի, որ խնդիր լինի, բայց դե հիմա կարա տարբեր իրադրություններ լինեն, այո, կարա ուղղակի աջակցության ծրագրեր լինեն եւ նախորդող շրջանում վճարած հարկը միշտ շատ ճշգրիտ գործոնա գնահատելու համար որևէ ընկերության եւ նրան հնարավոր աջակցության կամ նրա նկատմամբ քաղաքականություն վարելու
այդ մոտեցումը։ Իմիջիայլոց այս տրամաբանության մեջ շատ կարևոր է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգը, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգը պետքա նաև մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դառնա, որպեսզի մենք սոցիալական աջակցությունները ուղենք նրանց, ովքեր օբյեկտիվորեն դրա կարիքը ունեն եւ ընդհակառակը հետ քաշենք այն տեղերից, որտեղ դրա կարիքը օբյեկտիվորեն չկա։ Հետևաբար հիմա հարկերի թեմայով որ մենք խոսենք, այդ իսկապես պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, որը ցավոք մեր իրականության մեջ միշտ չի, որ ինքը պատշաճ ճանաչման եւ գնահատականի արժանանում է եւ հիմնականում բանա դեմոնիզացված է եւ ես ինձ շատ հետաքրքրել այդ թեման եւ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին իմ բանախոսություններում ես դրան անդրադառնում եմ, որովհետեւ մեր բաների մեջ, մեր պատմության մեջ, օրինակ որ մեր պատմությունը կարդակ, այնտեղ սարսափելի տեսարաններ են նկարագրած հարկեր հավաքելու մասին, թե ինչպես են մեզ հայտնի կայսրությունները, որի կազմում մենք եղել ենք, բան արել էլի, հարկեր հավաքել եւ այդ պատմական տպավորության տակ ենք մենք հարկ ասելով, մենք հարկ ասելով այդ բանի մեջ ենք գզիրն ընկավ դռնեդուր, էլ չթողես տուն կտուր եւ այլն եւ այլն եւ այսինքն այս տրամաբանությունն է ու մենք պետք է առերեսվենք սրա հետ, որովհետեւ ուրիշ բացատրություն չկա, մենք պետք է առերեսվենք սրա հետ, բարձրաձայնենք, որովհետեւ մեր պատմության հատորյակների, ասենք, շատ ծավալուն էջերեն էր, թե ինչպիսի բանի հարկային հարստահարման են ենթարկվում պարսկական կայսրության կողմից, մոնղոլ-թաթարական բանի կողմից, օսմանյան կայսրության կողմից, ռուսական կայսրության կողմից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այդ հարկի ու իմ ընկալումը եւ համոզմունքն է, որ պետության եւ հարկի նկատմամբ մեր վերաբերմունքը այս պատմական բանի հիշողության արտահայտությունն է։ Մենք չենք ֆիքսել, որ այս պետությունը այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է, այդ հարկը հավաքում, որ մենք ճանապարհ ունենանք, դպրոց ունենանք, մանկապարտեզ ունենանք, առողջության ապահովագրություն ունենանք, թոշակ ունենանք, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ունենանք, անվտանգություն ունենանք եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այս սոցիալ հոգեբանական շերտերին մենք անպայման պետք է անդրադառնանք եւ բարձրաձայնենք։ Հարկը մեր բոլորիս բարեկեցությունն է, բոլորի, առանց բացառության բոլորի, ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած, որովհետև ընդ որում նույն ձևի մարդը կարա Bentley ունենա եւ Rolls Royce ունենա, բայց մեկը ինչքան էլ հարուստ լնես, չես կարա քեզ համար Երևան, Սևան առանձին կամ Երևան Բագրատաշեն առանձին մայրուղի, չկա տենց մարդ։ Մի անգամ բանի խորհրդակցություն հանդիպում էր, էլի ներկաներից մեկը խոսած սենց ասեց հարուստներին էս անենք, նկատի ունի, որ հարուստները ասացի մի րոպե, Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստները, ասացի Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստը Հայաստանի Հանրապետությունն է, ճիշտն ասած ընդեղ ուրիշ ձև եմ ասել, այստեղ չեմ կրկնի թե ոնց եմ ասել, որովհետև բաների տեղիք կտա, բայց իմաստը է դա, չկա տենց, ով հարուստ են, դե հարուստ են թող իրանց համար բան անեն, օդանավակայան կառուցեն, հանրային Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թող չօգտվեն, հարուստ են դե թող ամեն մեկ իրանց համար օդանավակայան կառուցեն, ամեն մեկը Երևանում իրանց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն, ամեն մեկը իրանց ուր են գնում, Ծաղկաձոր են գնում, ուր են գնում հարուստները, չգիտեմ Ուր որ գնում են կարճ ասած դեպի հանրապետությունից իրանց տնից միջև օդանավական թող կառուցեն ճանապարհ, հա, սրանից հետո պետք է ասել, ով ասում է հարուստ եմ, տենց ուժեղ եմ, հարուստ եմ, ասում դե կառուցի քեզ համար ճանապարհ, օդանավական կառուցի, ճանապարհ կառուցի, ուր գնում ես միայն քո կառուցած ճանապարհով։ Էլ չեմ ասում, եթե ես չընդունեմ, եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, բանն է մնալու, այդ ձեր Bentley-ներից հետևի stop farm-ն է մնալու, ուրիշ ոչ մի բան չի մնալու։ Նույնն է վերաբերվում ամեն աղքատներին, բա որ հարկ չվճարի սոցիալական
բան կա, ապահովություն կա, վերջը նպաստ կա, առողջության նվազագույն կա, վերջը եւ այլն, բա որտեղից վճարենք, ժողովուրդ ջան, որտեղից վճարենք։ Եվ հետեւաբար պետք է հասկանանք, էս է համակեցությունը, այ ամենահարուստը եւ ամենաաղքատը էս կապով են կապված։ Երկրում հարկային համակարգ կա եւ հարկային համակարգի ծախսման մեխանիզմ կա, թե չէ։ Երկու ամենահարուստի էլ ամենաաղքատի բարեկեցությունը կա, այս հարուստը ինչ ասես իր վրա կարա ծախսի, բայց ինքը չի կարա բարեկեցիկ կյանքով ապրի, եթե պետությունը իր գործառույթները բյուջետային ծախսերի միջոցով չիրականացվի։ Եվ սա պարզ գիտակցում է, որը մենք պետք է կարողանանք հնարավորինս լայնորեն տարածել մարդկանց մեջ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք նշեցիք պատմության դրվագներ հարկ հավաքելու հետ կապված։ Ես կարծում եմ, որ այդ նույն տրամաբանությունը գործում էր մինչև 2018 թվականը, եւ դա է նաեւ պատճառը, որ հանրության վրա այդքան թանկ էր նստում այդ հարկերը հավաքելը, որը պարոն Հակոբյանը ցուցանիշները ներկայացրեց։ Ես երկու բան եմ ուզում ասեմ նաեւ գնումների հետ կապված, իհարկե պարոն Խաչատրյանը գրեթե ամեն ինչ ասեց։ Մեզ համար ժամանակի գործոնը շատ կարևոր է եւ մենք մեր համար կատարողական ցուցանիշ ենք սահմանել գնումների ընդհանրակարգի երկարությունը եւ դրանով ենք չափելու ինչքանով է մեր գնումների համակարգը լավ աշխատում։ Եվ իհարկե մենք ունենք որակի հետ կապված բոլոր կառուցակարգերը, բայց տեսնելով, որ այդ կառուցակարգերից օգտվելը բարդ է մեր արգելի գործընկերների համար, մենք փորձել ենք ավելի կիրառական մեխանիզմներ դնենք, օրինակ շրջանակային համաձայնագրեր կունենանք, որտեղ մարմինները տարբեր ապրանքների գծով պայմանագրեր ստորագրած կլինեն տարբեր կազմակերպությունների հետ, որոնք ունեն լավ հեղինակություն եւ այդ ապրանքների մատակարարն են եւ իրենց մեջ կլինի այդ բանը, որը շատ նման է նաեւ դրան ինչ որ անում են շինարարության ոլորտում եւ իհարկե մեր խորհրդատվական գործունեությունը, որպեսզի օգնենք այդ որակական չափանիշները ճիշտ նկարագրել, որտեղ իրոք այո համաձայն ենք այն մտքի հետ, որ այդ ասացվածքը, որ ասում եմ մենք այդքան հարուստ չենք, որպեսզի էժան բան առնենք, դա տեսանյութերեն երևում է մեր գնումների գործընթացի արդյունքների մեջ։ Ավելացնեմ, որ օրինապահ հարկ վճարողների ռեյտինգի ինստիտուտը շատ փոխշահավետ է, շատ կարևոր է ներդրողի համար, որովհետև այդ ռեյտինգի պարագայում ֆինանսների ներգրավումը էականորեն էժանանում հաստատ դա այդպես է, որովհետև եւ ներդրողը եւ փոխատուն տեսնում է, որ ինքը պետության գործընկերն է, որը տրանսպարենտ է, որովհետև ինքը տրանսպարենտ չլինի, այդ ռեյտինգի տակ չի ընկնի։ Երկրորդը, որ ինքը պոտենցիալ հարկային վեճեր չի ունենալու պետության հետ, ինչը երկու էֆեկտ է առաջացնում։ Մեկը, որ դա նշանակում է, որ իրան վերլուծելու համար ծախսերը էականորեն նվազում են, որտեղ իր հարկային հաշվետվությունը դառնում է իր իրական կենսագրությունը։ Երկրորդը, որ ռիսկի իր այդ կապված ռիսկայինությունը էականորեն նվազում, այսինքն սա շատ կարևոր բան է եւ օտարերկրյա ներդրողների համար երևի ավելի կարևոր եւ նաեւ լոկալ էլ չեմ ասում ֆինանսական կառույցների վարկավորելիս եւ ես վստահեցնում եմ եւ վստահ եմ որ շատ արագ տնտեսավարողները դա կհասկանան դա շատ ավելի մեծ ֆինանսական էֆեկտ է քան ստվերից ինչ որ հավելյալ եկամուտ ստանալը այդ ռիսկերի մեջ Դա շատ հաշվելի է, ցանկացած տնտեսավարող վստահ եմ կարող է տեսնել, թե ինչքանով է նվազում ինքնարժեքը իր ներգրաված ֆինանսների, որը ծայրահեղ անհրաժեշտ է իր զարգացման համար, եւ ինչ էֆեկտ է ստանում ինքը շրջանառություն թաքցնելուց 10 կամ 20 կամ 30%-ով։ Այդտեղ ակնհայտ է եւ ես հույսով եմ, որ մեր տնտեսավարողները սրան արագ կարձագանքեն։ Նու իհարկե սա էլ ուղղիա դեպի կապիտալի շուկա, որից մենք ուղղակի չենք կարող շեղվել։
Պարոն վարչապետ, մի կարևոր բանի էլ անդրադարձակ ուզում էի նշել, որ մենք այդ ուղղությամբ արդեն առաջի քայլերն ենք անում եւ եթե ստացվի, հետո մյուս ծրագրերին եք անդրադառնանք հասցեականության ապահովման սոցիալական ծրագրերի մեջ եւ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի ինստիտուտը արդեն նախագծում ենք կապել մեր մի նոր ծրագրի, որը հուսամ կընդունենք մոտ ժամանակներս, դա 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագիրն է եւ գործընկերների հետ աշխատելով կապելու ենք այդ մինիմալ շեմի հետ, որը կորոշենք, հա, միասին, եւ սա ինչով է նաեւ կարեւոր, որովհետեւ շատ հաճախ այն քաղաքացիներ, որ իրոք կարիք ունեն, մեզ մեղադրում են, ասում են ձեր ծրագրերից օգտվում են ոչ այդքան կարիքավոր քաղաքացիներ, նույն օրինակ սահմանամերձ բնակավայրերում մեր 16 միլիոնի ծրագրից քաղաքացիներ, որոնք որ իրոք դրա կարիքը ունեն չեն կարողանում, նաև օբյեկտիվ պատճառներ, որտեղ իրանք այդքան եկամուտ չունեին, օրինակ հողը արագ ձեռք բերելու, փաստաթղթերը արագ կազմակերպել, իսկ այն մյուս քաղաքացիները, որոնք որ ունեն արդեն այդ բազան, հա, նաև ֆինանսական բազան եւ նաև դրանից եկող հնարավորությունները ավելի հաճախ եւ ավելի արագ են օգտվում այդ ծրագրերից։ Ու եթե մեր մոտ ստացվի եւ հույս ունեմ կստացվի, սա մեր առաջի փորձն է լինելու, ես առաջարկելու եմ մեր մնացած բոլոր ապագա ծրագրերում, այդպիսի նաև լայնամասշտաբ ծրագրերում դա դնել ամենակարևոր սկզբունքներից մեկը եւ այդ դեպքում այդ ձեր ասած հասցեականությունը ու մեծամասամբ կապահովի։ Դե առողջության այս վերջերս ինչ ասում եմ, համընդհանուր հայտարարագրման համակարգը, որ էլի տենց դեմոնիզացվում է։ Այդ թվում մենք պետքա մարդկանց ճիշտ ներկայացնենք, որ դա նաև սոցիալապես ամենախոցելի խավերին ճշգրիտ հասցեական նույնականացնելն է եւ այդ ուղղելը, որովհետեւ մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes քշողը նպաստ է ստացել։ Բայց մեր խնդիրն այն չէ, որ ինչ որ մեկը նպաստ է ստանում։ Այն ժամանակ 18-ին բանին, որ այդ թեմաներով գրառում էի անում, ասում են մարդկանց հացին վայս է կլնում։ Մեր խնդիրը այն չի, որ այդ մարդը ստանում է։ Մեր խնդիրը այն, որը կարիքը չունի։ Մեր խնդիրն այն է, որ նա, ով ավելի շատի կարիքը ունի, մենք չենք կարողանում բանի G կարգի Mercedes քշողի պատճառով չենք կարողանում մյուս կարիքավորի համար ավելի որակյալ ծառայություններ մատուցել, որովհետև ծառայությունն է կարևոր, փողը շատ դեպքերում էական չի։ Պարոն Հակոբյան, դե այս ինստիտուտը իհարկե մենք պետք է զարգացնենք, բայց եթե համատենք նույն ռեյտինգների հետ, Michelin եւ այլն, վստահելիությունը ամենակարևոր բանն է, որովհետև եթե դա դառնա մի հատ ուրիշ բան, որ սենց բանով բաժանում ենք ուղակի, այսինքն այդ ամենակարևոր բանն է, որ վստահելիություն պետք է լինի, դրա համար չափանիշները շատ հստակ պետք է լինեն եւ ճիշտ առանց ժամկետ ենք տալիս, որ մարդկանց անդադ չտանենք վերենք եւ այլն, բայց մյուս կողմից էլ հիմա տեխնոլոգիան զարգացած է եւ ռիսկերի գնահատման մեր համակարգը պետք է մեզ նշան տա, որ X օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունեցողի մոտ շեղումներ կան եւ մենք պետքա այդ վստահելիությունը պահեն։ Այսինքն դա չպետք է անցալվի որպես ինդուլգենցիա, որ վերջ արդեն մենք ունենք անժամկետ այդ կարգավիճակը եւ ամեն ինչ կարող ենք անել։ Հետեւաբար այս տրամաբանությամբ գնանք առաջ եւ այո, մյուս թեմաներով էլ գնումների ռեյտինգավորում եւ այլն։ Հիմա հասունացել են process-ները, որ պետք է արդեն այդ շեմա անցնենք եւ արդեն բոլորովին նոր որակի հարաբերություններ հաստատենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Կրկին ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս հարկ վճարողի օրվա առիթով եւ նաեւ վերջին օրերին տարբեր համայնքներ այցերում հետեւյալն եմ ասում, դե բնականաբար մարդիկ հարց են բարձրացնում, որ այս հարցը կա, ես ասում եմ ես կարող եմ խոստանալ, որ բոլոր հարցերը կլուծվեն, բայց ես մի պայման ունեմ, որ տվյալ բնակավայրի բնակիչները երբեք որևէ գնում անելիս խանութից դուրս չեն գալու առանց հսկիչ դրամարկային կտրոն վերցնելու եւ ընդհակառակը այն հարցերը, որ մենք այսօր լուծում ենք, դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, դա անում ենք բացառապես նրա շնորհիվ, որ
միլիոնավոր գնումների արդյունքում բաց են թողնվում հսկիչ դրամարկային կտրոններ։ Հիմա բայց հանրապետությունում բազմաթիվ չլուծված հարցեր կան, չէ՞։ Իսկ ո՞րն է դրա պատճառը։ Դրա պատճառը մեր արած են գնումներն են, որոնց արդյունքում մենք ՀԴՄ չենք վերցնում։ Այսինքն կա ՀԴՄ, կա դպրոց, չկա ՀԴՄ, չկա դպրոց, կա ՀԴՄ, կա ճանապարհ։ Նու ՀԴՄ ասելով ուզում եմ ես այս բանի, այսպես ասած, ամենափոքր մակարդակից գանք, բնականաբար մենք նկատի ենք ունենում նաև ընդհանրապես հարկային համակարգի գործունեությունը։ Հետևաբար այս տրամաբանությունը զարգացնել չափազանց կարևոր է, որպեսզի մենք այս դինամիկան, այդ թվում բյուջեի եկամուտների աճի, որովհետև մենք շատ ամբիցիոզ ծրագրեր ենք իրականացնում եւ խնդիր չկա իրականացնենք, բայց սա ամբողջը չի։ Մենք ուզում ենք նորանոր ավելի ամբիցիոզ ծրագրեր իրականացնենք, տեղավորվող մեր երկրի քաղաքացիների եւ բնակիչների բարեկեցության եւ հարմարավետության տրամաբանության մեջ։ Հիմա քննարկում ենք հարց համար 53-ը Երևանի Բաբաջանյան աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյան։ Համեցեք տիկին Ղալեչյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։